Պարոն Սարգսյան, ես ուզում եմ իմանալ, բոլորս էլ հարց ենք տալիս, ուզում եմ իմանալ արդյոք այդ դեպքից առաջ, քանի որ դեպքից հետո արդեն իսկ տեսանք Մհեր Ախտոյանի տան մոտ, Վալոդիա Գրիգորյանի առանձնատան եւ նաեւ հայրական տան մոտ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում, արդյոք դրանից առաջ այս ամիսների ընթացքում եւս ոստիկանությունը շարունակել է հերթապահություն իրականացնել եւ 3 ձերբակալված անձը Նարեկ Օհանյանը սեպտեմբերի 23-ին ինչ վարք է դրսեւորել, ուր է գնացել, արդյոք կասկածի տեղիք չի տվել իր վարքը կամ արդյոք ինքն է իրականացրել զինված հարձակումը, թե ոչ։ Ես շարունակեմ էլի հարցը, արդյոք այդ բացատրական աշխատանքների մեջ, որ դուք ասում եք հավաքված են եղել եւ այլն, ինքը եւս եղել է այն թիրախում, որ չդիմի նման ծայրահեղ քայլի։ Հարգելի գործընկերներ, այս պահի դրությամբ ձերբակալվածի գործողությունների նրա վերաբերյալ զերծ կմնան որևէ հրապարակում։ Պարոն Սարգսյան, այսինքն մինչ այդ բացատրական եւ ոստիկանությունը իր ուշադրության ներքո է պահել այդ ամեն ինչը մարդկանց, արդյոք նա եւս եղել է այդ ուշադրության թիրախում։ Նա եւս եղել է ուշադրության կենտրոնում եւ ձեր հարցին էլ պատասխանեմ, որ կապված հենակետերի հետ, այո, հենակետեր ամիսներ շարունակ եղել են այդ հատվածներում, ինչից հետո արդեն սկսել ենք իրականացնել բացատրական աշխատանքներ, ոչ որպես այդպիսին ցուցադրական, նաև ցուցադրական ինչ եմ նշում, տեսանելի ծառայություն։ Պարոն Սարգսյան, բայց ենթադրում է, որ կներեք։ Պարոն Սարգսյան, մինչև վենդետայի այս վարկածի հաստատումը ընդդիմադիր շրջանակներից ասում էին, որ սա քաղաքական կապ ունի, եւ քանի որ 3 արդեն պաշտոնապես հաստատվեց այդ վարկածը վենդետայի, բայց դա չի այսպես ասած ասում, որ իշխանությունները կամ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը այս ամենում ըստ ձեզ ունի իր մեղքի բաժինը, հարցս հետևյալն է, ով է թիմեք պատասխանատուն, թեկուզ այս միջանձնային կոնֆլիկտի հետևանքով սպանության համար։ Երևի ուշ եք միացել, եւս մեկ անգամ կրկնեմ, որ քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ։ Այո, ասում եմ չկա, բայց կան, ասում են միջանձնային խնդիրների հետևանքով է, այնուամենայնիվ ով է դրա պատասխանատուն։ Միջանձնային խնդիրների հետ կապված եւս նշեցի, որ կան պատասխանատու անձինք, դա համայնքային ոստիկանությունն է տվյալ դեպքում, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումն է, իրավապահ կարծում եմ իմ կարծիքով բոլոր կառույցներն են եւ որոնք եւ նաեւ նշեցի բոլորի ձեռնարկած նաեւ միջոցառումները։ Ինչու են բայց թերացել, պարոն Սարգսյան։ Թերացումների հետ կապված դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ վստահեցնում եմ, որ եթե պարզվի այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ, կրելու են իրենց պատասխանը։ Ներքին գործերի նախարարը։ Կներեք, էլի չլսեցի։ Ներքին գործերի նախարարը դրանցական ղեկավարը ազատվելու է պաշտոնից։ Այդ հարցի հասցեատերը ես չեմ, ներքին գործերի նախարարը, ինչպես կրկին նշեցի, հենց առաջին օրվանից գտնվել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը, հենց այս պահին էլ գտնվում է Վաղաշապատի բաժնում եւ ղեկավարում է աշխատանքները։